Բաղրամյան պողոտայում երկրորդ օրն է, երթևեկությունը կատվածահար է։ Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնին վերադարձնելու պահանջով փողոցը փակած անհետ կորածների ծնողները բողոքի գործողությունները դադարեցնելու նոր պահանջ ունեն։ Հանդիպում ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարի հետ, ինչ որ աղբյուրներից տեղեկացել են, որ անհնար է Աբազյանի վերադարձը։ Մեզի մի քանի աղբյուրներից ասեցին, որ դա անհնար է։ Չայս նորից եմ ասեմ, ես դա համակարծիք չեմ այդ ամեն ինչի հետ, անհնարի բան չկա դրա մեջ, վարչապետի որոշումով ազատվել է, նույն վարչապետը կարա իր որոշումը չեղել համար։ Փողոցը կբացեն, եթե նոր տնօրենը գա, անձամբ վստահեցնի, որ կշարունակի ծնողների բառերով նույն եռանդով աշխատել։ Այդ մասին Փաշինյանի վստահեցումներին չեն հավատում։ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը որևէ բան չի փոխել եւ չի կարող փոխել։ Կա ինստիտուտ եւ ինստիտուցիոնալ կառույց, ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Թող գա նորանշանակ ԱԱԾ տնօրենն ասի, այդ ինձ ավելի հիմք է, քան թե Փաշինյանի ասածը։ Արմեն Աբազյանի պաշտոնակությունից հետո էին անհետ կորածների ծնողները սկսել բողոքի գործողությունները։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը ղեկավարում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը։ Պատերազմի ավարտից մինչ երեկվա դրությամբ հումանիտար հարցերով բանակցությունները վարվել են ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից եւ երկար ընդդիմությունից այդ հապաղումից հետո վերջին ժամանակներում բավական դրական ազդակներ էինք ստանում հենց ազգային անվտանգության ծառայությունից։ Ըստ հավաքվածների հիմնական բանակցողի փոփոխությամբ բանակցությունները կարող են փակուղում հայտնվել։ Մենք դրա դառը փորձը տեսել ենք, թե ինչ է նշանակում բանակցությունները կամ գործընթացները սկսել սեփական կետից։ Անհետ կորածների հարազատները պահանջներ ունեն նաև Փաշինյանից, նրանց հետ հանդիպելու համար 2 ամիս ժամանակ է անհրաժեշտ վարչապետին։ Անհետ կորածների հարազատներն ասում են, իրենց հարցը հրատապ է։ Ուզում ենք իմանանք, դուք որ գնում եք Թուրքիա, ինչ օրակարգով, ախպեր, մեր երեխեքի մասին կա տեղ։ Կետ ունեք, որ ասեք, պարոն Թուրքիայի նախագահ, այսքան մարդիկ կան ձեր հարևան բարեկամ պետությունում, ինչ եք պատրաստ անել։ Բաղրամյան պողոտան փակ պահելուն զուգահեռ ծնողները զգուշացնում են մի քանի փողոցներում եւս գործողություններ կլինեն։ Ալբերտ Սերոպյան, Աշոտ Մնոյան, Այլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։